Ես փորձեմ համառոտ ներկայացնել մասացիոտնի թեմի շուրջ տեղի ունեցող իրավական իրադարձությունները, իհարկե իրավականը չակերտներով։ Ինչպես գիտեք, մասացիոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի վեհապար հայրապետը ազատել էր պաշտոնից։ Թեմի առաջնորդի պաշտոնն էր զբաղեցնում եւ նաեւ դադարեցվել էր որպես թեմի առաջնորդի լիազորությունները, այդ թվում բանկային ոլորտում։ Արման Սարոյանը դիմելով դատարան վիճարկել էր այդ տնօրինությունը եւ որպես հայցի ապահովման միջոց դատարանից խնդրել էր ապահովել, որպեսզի շարունակի պաշտոնավարել։ Դատարանն էլ նման միջոցներ էր ձեռնարկել, ինչի մասին քիչ ուշ կխոսեմ։ Հիմա տեսեք, խնդիրը կանում է նրանում, որ Հայաստանի դատարանները չէին կարող այսպիսի վեճ քննել։ Ինչու, որովհետեւ Եվ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ միջազգային պայմանագրերը երաշխավորում են եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը։ Արգելվում է պետական մարմիններին կամ պետության ընդհանրապես միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Սա ուղղակի ամրագրված է նաեւ մեր օրենքներով։ Ինչու է այդպես, որովհետեւ չի կարող պետությունը միջամտել այն հարաբերություններին, որը իրավունքով չի կարգավորվում։ Այս մասով առիթ ունեցել եմ խոսելու, բայց կկրկնվեմ, ուրեմն տեսեք, եկեղեցու ներքին կյանքում կան իրավիճակներ եւ կան հարաբերություններ, որոնք չեն կարող, ուղղակի տրամաբանորեն չեն կարող իրավունքով կարգավորվել։ Մենք լավ գիտենք, որ միջազգային իրավունքը նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը օրինակ արգելում է, այսինքն սահմանում է խտրականության արգելքի սկզբունքը։ Այսինքն չի կարելի ծերով պայմանավորված խտրական վերաբերվել օրինակ կանանց։ Մինչդեռ դուք լավ գիտեք, որ եկեղեցական կյանքում կանանց շատ հարցերում ուղղակի արգելված է որոշակի կարգավիճակներ ունենալ, որոշակի գործողություններին մասնակցել։ Օրինակ, կինը չի կարող եպիսկոպոս դառնալ, կինը չի կարող քահանագործել, չի կարող խորան բարձրանալ։ Հիմա եթե մենք զուտ իրավունքի աչքերով նայենք, սա խտրական վերաբերմունք է, բայց բնականաբար եւ միջազգային իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության իրավունքը այդպես չի նայում, որովհետեւ սա պետության գործը չէ։ Հիմա ինչ է տեղի ունեցել, տեսեք, հայցի ապահովման միջոց են կիրառել դատարանը եւ այսպիսի որոշում է կայացրել դատարանը։ Արգելել պատասխանող հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանի որպես թեմի առաջնորդ լիազորությունների իրականացմանը, այդ թվում ֆինանսական հաշիվների տնօրինումը։ Հիմա խնդիրը կանում է նրանում, որ դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ըստ էության համարել է, որ սա աշխատանքային վեճ է եւ նման հայցի ապահովման միջոց է կիրառել։ Դատական նիստերից մեկի ժամանակ, եւ ես նույն դատավորին հարց եմ տվել, որ քանի իր աշխատանքային վեճերով, որը քննել է բազմաթիվ անգամ, երբևէ եղել է, որ հայցի ապահովման միջոց կիրառի, նա ժխտեց։ Եվ ասեմ, գործնականում հայցի ապահովման միջոց չեն կիրառում աշխատանքային վեճերով։ Ինչու՞, որովհետեւ աշխատանքից ազատված աշխատակցին հետագայում դատանը կարող է վերականգնել, իսկ եթե չի կարող վերականգնել, ապա դրա համար աշխատանքային օրենսգիրքը դրամական տուգանք է սահմանել։ Հետևաբար այդ հարցը կարգավորված է, չի կարելի աշխատողին ազատելուց հետո թույլ տալ, որ նա տնօրինի իր պաշտոնից բխող, ասենք, գործառույթները։ Եվ այս առումով դատարանը նայեք ինչ վատ վիճակ է ստեղծել հայ առաքելական սուրբ եկեղեցու համար։ Հիմա Արման Սարոյանը, որը ինչպես գիտեք, նաև չի հանդիսանում հոգևորական, որովհետև կարգալուց է հռչակվել, Արման Սարոյանը այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում։ Դատարանի որոշման եւ հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին, Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ որ նրան զրկել էր պաշտոնից, նաեւ դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում։ Եվ հարկադիր կատարողը ինքը կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ ինքն է լիազորել Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Այսինքն հարկադիր կատարողը իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը եւ նման լիազորություն է տվել։ Եվ այսօր Արման Սարոյանը այդ բանկային հաշիվներին մատչելիություն ունի, ավելին կառավարում եւ տնօրինում է, չունենալով դրա իրավունքները։
Պետք է տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա այդ հաշիվներից դուրս էր հանել եւ այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, որոնք մենք մտահոգություն ունենք, որ նա կարող է վատնել։ Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել թվարկածս պատճառաբանություններով, դատարանը մերժել է։ Այնուհետև հակընդդեմ ապահովում ենք կիրառել, տեղեկացնեմ, որ դա պատասխանողին տրված իրավական գործիք է, տրամաբանությունը հետևյալն է, եթե կիրառված է հայցի ապահովման միջոց եւ դրա արդյունքում կարող է պատասխանողը վնաս կրել, իսկ հայցի ապահովման միջոց կիրառել դա դեռ չի նշանակում, որ հայցվորը ճիշտ է։ Եվ շատ դեպքերում բնականաբար հայցը մերժվում է դատարանի կողմից։ Հակընդդեմ ապահովման դեպքում դատարանը պարտավորեցնում է հայցվորին բերել որոշակի դրամական միջոց եւ մուծել դատանի դեպոզիտ, որպեսզի երբ հայցը մերժի եւ պարզվի, որ պատասխանողը վնասներ է կրել, ապա պատասխանողը կարողանա հատուցել իր վնասները։ Մենք միջնորդել ենք դատարանին հակընդդեմ ապահովում կիրառել, բերել ենք բանկից ապացույցներ, որ արդեն 15 միլիոն դրամից ավել նա ելքագրել է հաշվից, բերել ենք նաեւ ապացույցներ, որ բանկում կան մեծ դրամական միջոցներ, որոնց նույնպես նա հասանելիություն ունի, եւ խնդրել ենք կիրառել հակընդդեմ ապահովում։ Պարզ է, որ դա էլ է մերժվել դատարանի կողմից։ Այս առումով նույնպես դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը գիտեք նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը եւ Արման Սարոյանի, այսպես ասեմ, ցանկությունները կատարելը։ Այս ընթացքում իրեն շատ ոնց ասեմ, ակնհայտ ապօրինի պահեց հարկադիր կատարման դատական հարկադիր կատարումն ապահով ծառայությունը։ Ուրեմն այս ընթացքում նրանք սպասարկել են Արման Սարոյանի ՔՄ հաճույքները։ Պատկերացրեք, Արման Սարոյանը ամեն առիթով նամակ է գրում, ասում է օրինակ Facebook-յան էջ եմ բանցել, խնդրում եմ արգելեք։ Հարկադիր կատարողը կարծես դարձել է Արման Սարոյանի անձնական աշխատակիցը։ Այս առումով նամակներ են գրում, ահաբեկում են հոգևորականներին։ Ես ուզում եմ նաև ձեզ ցույց տալ մի հետաքրքիր փաստաթուղթ։ Ուրեմն տեսեք, Արման Սարոյանը, որը իբրև հոգևորական է հանդես գալիս, հարկադիր կատարողին դիմելուց, օրինակ ստորագրում է Արման Սարոյան է գրում, ստորագրում է ոնց որ թե ՍԱ եւ ես դա կտրամադրեմ լրագրողներին։ Այսինքն ոչ թե որպես հոգևորական։ Չէ, ինքը Արման Սարոյան է դիմում եւ ստորագրությունն էլ տեսեք ինչպես է։ Ուրեմն այնուհետեւ նա այդ նույն այսպես ասեմ, բանկա, չէ, անձի երկվության այդպիսի բանկա։ Ուրեմն այնուհետև նա տնօրինություն է ընդունում, իբրև արդեն եպիսկոպոս, ստորագրում է այլ ստորագրությամբ։ Գևորգ է այստեղ գրված։ Մի քանի օրվա տարբերությամբ։ Այո։ Այսինքն նա հարկադիր կատարման ծառայությունում հանդես է գալիս որպես Արման Սարոյան, այլ ստորագրությամբ, իսկ սա ես կթողնեմ լրագրողներին։ Սա նույնպես խոսում է, տեսեք, սա նույնպես իր կողմից ապացույց է այն բանի, որ այստեղ մի բան այն չէ։ Չի կարող աշխարհիկ հագուստով հոգևոր հարցերը, ներքին հարցերը լուծել։ Դա հնարավոր չէ, որովհետև չի կարելի եկեղեցական պաշտոնից ազատել, նշանակելը, եկեղեցական կարգավիճակից զրկել կամ շնորհելը չի կարող դատարանում ստուգման առարկա դառնալ, դա բացառվում է։ Եվ հարկադիր կատարողը ի թիվս այլ գործողություններ ինչ է անում, տեսեք, ամեն անգամ երբ որ նամակներ է գրում, ընդ որում Հայ Ռուբենին նույնպես նամակներ է գրում, ահաբեկում են հարկադիր կատարողները, մյուս հոգևորականների նույնպես պարտադիր տակը գրում են, թե չէ քրեական պատասխանատվության կենթարկենք։ Դուք գիտեք, որ Վեհապար Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել, այս մասին էլ ասեմ եւ այնուհետեւ Հայ Ռուբենը կարծում եմ կմիանա։ Տեսեք, ինչ են արել։ Երբ որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարգալույց հռչակեց Արման Սարոյանին, իրենք դա համարեցին, որ դա իբրև խոչընդոտում է դատական ակտի կատարմանը։ Մինչդեռ պաշտոնից ազատելը եւ կարգալույց հռչակելը դրանք տարբեր բաներ են։ Որովհետեւ նա հոգեվորական կարգավիճակից նա պաշտոն է։ Եվ չէր կարող օրինակ, նույնիսկ եթե համարենք, որ այդպիսի վեճ կա, վեճը չէր կարող ամբողջությամբ արտոնություն տալ, ինդուլգենցիա անել, ասենք, Արման Սարոյանին, որ ինչ ուզի անի։
եւ վեհապար հայրապետը նրա վարկին չի կարող անդրադառնալ։ Այդպիսի բան չէր կարող լինել եւ բնականաբար ինչ արեցին, քրեական հետապնդում հարուցեցին ամենայն հայոց կաթողիկոսի, 6 եպիսկոպոսի եւ 1 քահանայի նկատմամբ։ Ընդորում սա խայտառակ գործ էր եւ ասում եմ, սա պատմական մեր ամոթի օրներ, երբ որ նման գործընթացով իրենք գնացին առաջ,